Բարև ձեզ, Օրագիտ Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք կրթության փորձագետ Հայ-Ակվե նախաձեռնության անդամ Ատոմ Մխիթարյանին։ Բարև ձեզ, պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շատ հաճելի է գտնվել այս տաղավարում եւ հատկապես այն առումով, որ օրագիրը շատ լավ բարձր մակարդակով անդրադառնում է տարբեր թեմաների եւ հուսամ այսօրվա մեր զրույցը եւս օգտակար կլինի եւ նշաձողը ավելի կբարձրացնի։ Շնորհակալ եմ բնատականի համար։ Պարոն Մխիթարյան, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության վերջին նիստի ընթացքում հայտարարեց, որ մեր երկրում 1600 ուսուցիչ 300-ից 400 հազար դրամ աշխատավարձ են ստանում, 560 ուսուցիչ էլ 400 հազար դրամ եւ ավելի։ Ձեր դիտարկմամբ որքանով են այս ցուցանիշները համապատասխանում իրականությանը, երբ ուսուցիչների շրջանում բոլորովին այլ տրամադրություններ են տիրում եւ նրանց ճնշող մեծամասնությունը փաստացի անտարբեր է այդ կամավոր ատեստավորման գործընթացի նկատմամբ։ Այո, այդ աշխատավարձերի բարձրացումները կապված է այսպես ասած կամավոր ատեստավորման գործընթացի հետ, որը սկսվել է սրանից 4 տարի առաջ։ Ուրեմն, որպեսզի բոլորին պարզ լինի, պետք է ասել, որ Հայաստանում բոլոր ուսուցիչների թիվը մոտ է 40,000-ի։ Այսինքն սրա մեջ ընդգրկված են հանրակրթական դպրոցները, մյուս դպրոցները, այո, եւ արվեստի դպրոցներ մնացածը եւ 40,000-ից այդ խոստացված աշխատավարձը, որը ընդ որում խոստացվել էր կառավարության նիստի ժամանակ, հենց այն ժամանակ, երբ խոսք էր գնում ուսուցիչների աշխատավարձերի ցածր լինելու եւ որ ուսուցիչներից շատերը ուղղակի թողում եւ դուրս են գալիս կրթական համակարգից, այդ ամեն ինչը կազմակերպելու համար, գոնե ինչ որ ռեսուրսներ պահելու համար նախատեսվում էր աշխատավարձերի բարձրացում եւ ասվում էր, որ 400,000 դրամը դա նորմալ է, որպեսզի ուսուցիչները մնան։ Ընդ որում այս թվերի մեջ նաև հարկերը ներառված են, հարկերը հաշվված չեն ուսուցիչները, ովքեր էլ որ այսքան ստանում են։ Այո, դա այդպես է։ Բայց տեսեք, նույնիսկ այն թվերը, եթե ճիշտ են, անցել է 4 տարի եւ 4 տարվա ընթացքում այդ թիվը, որ քանի ուսուցիչ է Հայաստանում ստանում 400,000 դրամ կամ դրանից ավել աշխատավարձ, դա կազմում է ամբողջ ուսուցիչների ընդամենը 1.5% է, նույնիսկ դրանից ավելի քիչ է։ Ուրիշ թվեր ասեմ, ուրեմն ատեստավորմանը մասնակցել է էլի 4 տարվա ընթացքում, բոլորը հնարավորություն ունեին ոչ մեկ անգամ։ 4 տարվա ընթացքում մասնակցել է ուսուցիչների 15%-ը։ Հասկանալի, 20%-ը ցանկություն է հայտնել, բայց մարդիկ այդպես էլ չեն գնացել եւ չեն մասնակցել։ Սա կարելի է ասել, որ խոսում է այս գործընթացի ամբողջական ձախողման մասին, որովհետեւ եթե ձախողում չլիներ, 4 տարվա ընթացքում նորից եմ ասում, բոլոր ուսուցիչները հնարավորություն կունենային եւ կօգտվեին այդ հնարավորությունից։ Ինչով է սա պայմանավորված, ինչ գործոններ են, որ ազդում են ուսուցիչների վրա, որպեսզի նրանք չցանկանան այս արհեստական գործընթացին մասնակցելու։ Ուրեմն առաջինը դա բազմիցս կրկնվել է, ատեստավորումը ուսուցիչների որևէ կապ չունի ուսուցչի հետ, որովհետև ատեստավորման ընթացքում ըստ էության թեստի ձևով ստուգվում է ուսուցչի գիտելիքները, որ նա ձեռք է բերել դպրոցում, մի մասն էլ բարձրագույն ուսումնական հաստատությունում, բայց դրանից ավել ոչ մի բան։ Բայց ուսուցիչ լինել չի նշանակում, չէ, լավ օրինակ ուսանող լինել կամ լավ աշակերտ լինել, ուսուցիչ լինել նշանակում է իր ունեցած գիտելիքները, փորձն ու հմտությունները կարողանալ փոխանցել նոր եկող սերունդին։ Բայց այդ թեստավորման միջոցով ոչ մի ուսուցիչ հնարավոր չի գնահատվի որպես ուսուցիչ։ Եվ դրա համար նրանք ուղղակի խուսափում են, որովհետև շատերը դուք կարող ես լինել օրինակ մի կողմից գիտնական, գիտությունների դոկտոր լինել եւ բոլոր այդ թեստի հարցերին պատասխանել, բայց որպես ուսուցիչ ներողություն դու ընդհանրապես պետքական չլնես դպրոցին։ Եվ հակառակը, մարդը կարող է շատ հեշտությամբ եւ շատ լավ լինել ուսուցիչ, բայց դժվարանալ եւ այդ թեստերը, որոնք շատ ուսուցիչների գնահատմամբ դրանք արհեստական կազմված թեստերը։ Մեծ շեշտադրումը կատարված է հաշվարկների վրա, նույն տեքստի վրա մի քանի աշխատանք եւ այլն, որը լուրջ խնդիրներ է առաջացնում փաստացի։ Դուք իրավացի եք եւ այդ դեպքում այդ ուսուցիչները չկարողանան հաղթահարել եւ ինչ հետևանքների կբերի, ուսուցիչներից մեծ մասը աշխատում է փոքր համայնքներում։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ ուսուցիչը ունի ծանոթությունների շրջանակ։ Իր դաստիարակած աշակերտներն են արդեն հիմա մեծացել, նրանց ծնողներն են, հասարակության մեջ այդ ուսուցիչները ունեն որոշակի հարգանք, դիրք,
եւ նրանք չեն ուզում այդ հարգանքը եւ դիրքը փոքր ինչ նվազեցնել, որովհետեւ եթե ստացվի, որ նա նույնիսկ եթե հաղթահարի, բայց շատ բարձր բալեր չհավաքի այդ ատեստավորման արդյունքում, նրա հեղինակությունը արժեզրկվում է այդ հասարակության մեջ, որը իր հետևից բերելու է նաև կրթության արժեզրկմանը, ինչը եւ մենք տեսնում ենք հիմա մեր հասարակության մեջ։ Իսկ ինչ եք կարծում, այս ամենը միտումնավոր է արվում, որ ուսուցչի դերը մեր հասարակության մեջ արժեզրկվի։ Ես օրինակ հարցազրույցին պատրաստվելիս հիշեցի, որ տարիներ առաջ կառավարության ղեկավարը հենց կառավարության նիստի ժամանակ նշել էր ու գովասանքով էր նշել, որ ուսուցիչներից մեկը դիմել է, որ բարեկ աշխատի։ Արդյոք սա ուսուցչի արժեզրկման մասին չի վկայում։ Այո, բնականաբար դա է եւ ինչ է նշանակում ընդհանրապես կրթության նկատմամբ վերաբերմունքը, ինչպես պետք է դրսևորվի ուրեմն հասարակության մոտ, չէ՞։ Տեսեք, հասարակությունը ինչ է անում։ Ժողովրդավարական հասարակությունը սովորաբար ընդունված է, նա ընտրում է մարդկանց, որոնք իրենց փոխարեն որոշումներ են կայացնում եւ իր վերաբերմունքը հասարակությունը այդ մարդկանց օրինակ ուսուցիչների նկատմամբ կարող է դրսևորել նրանց աշխատավարձի միջոցով, չէ՞ որ այդ նաև ոչ միայն մարդիկ են ընտրում, որոնք որոշումներ կայացնեն, այլ նաև այդ մարդիկ որոշում են կայացնում, թե ինչպես բաշխել պետական բյուջեն։ Հիմա պետական բյուջեն բաշխելուց որոշվում է, թե որ խավը կամ որ մասնագիտության մարդը ինչպիսի աշխատավարձ ստանա։ Եւ դա հասարակության վերաբերմունքն է կոնկրետ խավի նկատմամբ։ Հիմա տեսեք, մենք ունենք ուսուցիչների աշխատավարձ, միջին աշխատավարձը 100-150 հազար դրամից չի անցնում ուսուցիչների։ Ուրեմն դա նշանակում է նաև հասարակության վերաբերմունքն է այդպիսին ուսուցիչների նկատմամբ, որը շատ վատ է։ Եվ միաժամանակ դրանից առնվազն 2 անգամ բարձր միջին աշխատավարձ է ստանում սովորական ոստիկանը, պարեկը, որը նշենք, որ կարող է չունենալ բարձրագույն կրթություն։ Հիմա սա նշանակում է մեր հասարակությունը արդյոք այդպիսի վերաբերմունք ունի ուսուցիչների նկատմամբ, այսինքն մեր հասարակությունը արդյոք 2 անգամ ավելի բարձր է գնահատում ոստիկանին, քան թե ուսուցչին, այն հասարակությունը, որը տարիներ շարունակ նույնիսկ ամենավատ ապրող սոցիալական իմաստով վատ ապրող ընտանիքները իրենց ինչպես մեծերը ասում էին, հացից կտրում են, որպեսզի երեխային տան կրթության եւ հատկապես բարձրագույն կրթության, որովհետեւ մեր ազգը, մեր ժողովուրդը միշտ ակնածանքով է վերաբերում կրթված մարդուն, չէ՞, վերաբերվել եւ հիմա էլ վերաբերում։ Եվ ստացվում է, որ հասարակություն եւ իշխանություններ այսօր հակասություն կա, որովհետեւ նրանց հասարակության մեծ մասի մտածողությունը չի համընկնում այսօրվա ըստ էության իշխող վարչախմբի տեսակետների հետ, որովհետև նրանց բոլոր քայլերը տանում են նրան, որ այո, արժեզրկեն ուսուցչին, արժեզրկեն կրթական համակարգը եւ վերջին հաշվով մեծ հարված հասցնեն հենց մեր ազգային արժեքներին, որոնք դաստիարակվում են հենց կրթական համակարգում։ Չէ՞, որևէ մեկը փողոցում չի դաստիարակվում են արժեքներով, ինչով նա դաստիարակվում է հատկապես կրթական համակարգում։ Նոր դասագրքերի չափորոշիչների այո, դպրոց, բուխ, մնացած բաները։ Եվ ստացվում է, որ այս կոնտրաստը, այս հակասությունը պիտի լուծում ստանա, որպեսզի կարողանա հասարակությունը, մեր ժողովուրդը կարողանա այն մտածողությամբ, այն արժեքներով առաջնորդվի եւ առաջ շարժվի, ինչ որ նրա մեջ մտած է փոքրուց, ինչ որ նրան տվել են, նա ժառանգել է իր ավելի ավակ ընկերներից, սերունդներից եւ այլն։ Սա է իրավիճակը։ Նախարարի հրապարակած տվյալների ֆոնին մենք վերջին օրերին ահազանգեր ենք ստանում, որ բազմաթիվ դպրոցներում ուսուցիչները 7-8 օր անգամ մինչև 10 օր շարունակ աշխատավարձ չէին ստանում, ուշացումով էին ստանում եւ այլն։ Ըստ ձեզ ինչով է այս իրողությունը պայմանավորված եւ ում մեղքն է սա, որ մենք նման պատկեր ենք ականատես եղել դպրոցներում։ Ուրեմն տեսեք, այն ժամանակ, երբ որ խոսք էր գնում ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մասին եւ դա շահկապվեց, այսպես ասած, արհեստական այդ ատեստավորման, այդ կամավոր ատեստավորման գործընթացի հետ, այն ժամանակ ասում էինք, գուցե դուք գիտեք, որ բյուջեում համապատասխան գումար չկա, որպեսզի բոլոր ուսուցիչների աշխատավարձը բարձրացնեք եւ դրա համար մտածում եք ինչ-որ ֆոկուսներ, որպեսզի կարողանաք որոշ մասին, պաստորեն ստացվում է, այո, 1%, 1.5%, գուցե 5% լավ, բայց ուսուցիչները այդ խավը չեն, չէ՞, նորից ենք ասում, 40,000 մարդու մասին ենք խոսում, եթե գումարենք նաև իրենց ընտանիքները, երեխաները, ինչքան մեծ խավի մասին ենք մենք խոսում։
Պաստորին հիմա եկել հասել ենք այդ իրավիճակին, երբ որ ամենայն հավանականությամբ այն գումարները, որոնք նախատեսված են ուսուցիչների համար, դրանք չեն բավականացնում նույնիսկ այս պարագայում, երբ որ 1.5-3%-ի մոտ օրինակ աշխատավարձերի բարձրացում է տեղի ունեցել եւ այդ հապաղումները ամենայն հավանականությամբ դրա հետ են կապված։ Ուրիշ բան ես ուզում եմ ձեզ ասել, ուղիղ շահկապված է ձեր տված հարցի հետ։ Այսօր այս պահի դրությամբ Հայաստանի ավելի քան 100 դպրոցում կան թափուր հաստիկներ։ 1000 ուսուցչի ավելի քան։ Այո, դուք տեսեք, ուրեմն այդքան ուսուցիչ, փաստորեն մենք կարիքը ունենք դպրոցներում։ Եթե ամեն ինչ լավ է, ինչու այդ մարդիկ չեն գնում եւ չեն աշխատում դպրոցներում։ Ուրիշ բան ասեմ, մեր բոլոր բուհերը, որոնք տալիս են մանկավարժի որակավորում, բոլոր բուհերում կա մրցույթների արդյունքով չգրաված տեղեր, այսինքն դիմորդները չեն դիմում նախ, իսկ դիմաց դիմորդները չեն կարողանում ընդունվել համապատասխան մասնագիտություններով։ Դա նշանակում է, որ մենք սրանից 4-6 տարի հետո կունենանք այնպիսի իրավիճակ, որ նույնիսկ մարդ չեն գտնի, որ գնա դպրոցում եւ աշխատի որպես ուսուցիչ։ Այս աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի նվազում է։ Այո, եթե ուրեմն աշխատավարձը այսպիսի իրավիճակում է, այսինքն ամեն ինչ լավ է, իսկ ինչու են այս երևույթները դեռևս գրանցվում Հայաստանում։ Պարոն Մխիթարյան, Հայաստանում կրթության որակը տարեցտարի վատթարանում է, դուք եք այս մասին բազմիցս բարձրացնել եւ հայտնի դարձավ, որ մինչեւ 10 տարեկան երեխաների շրջանում այսպես անգրագիտությունը շատ մտահոգիչ ցուցանիշների է հասնում։ Այս ձեր հիշատակած հանգամանքը, որ ուսուցիչների թափուր հաստիկ կա, որքանով է այս իրավիճակի վրա ազդում եւ արդյոք սա պայմանավորված չի այն հանգամանքով, որ վերջին տարիներին միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները դպրոցներից հեռացվեցին, այնինչ նրանք լավ փորձառություն ունեին եւ առնվազն համայնքներում իրենց աշխատանքը շատ լավ կատարում էին։ Այո, դուք իրավացի եք, կան մի քանի գործոններ, որոնք ազդում են կրթության որակի վրա։ Նախ պետք է ասել, որպեսզի բոլորին պարզ լինի, մի քանի տարիներ շարունակ չափումներ են տեղի ունեցել Հայաստանում կրթության հետ կապված եւ ցուցանիշները գրեթե միշտ նույնն են մնացել, եթե չասենք ավելի վատացել են։ Ուրեմն տեսեք, դեռևս 2019 թվականին Համաշխարհային բանկը, դրանից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ ամեն տարի նաեւ Հայաստանի կրթության տեսչական մարմին կա, որը անընդհատ ստուգումներ է կատարում եւ բոլորը ի հայտ են բերում այն խնդիրները, որոնք առկա են մեր հանրակրթության մեջ, դպրոցականների մոտ։ Եվ թվերի լեզվով եթե խոսենք, ուրեմն պարզվում է, որ անցած տարի 10 տարեկան երեխաների Հայաստանում 10 տարեկան երեխաների 36%-ը ֆունկցիոնալ անգրագետ է։ Տարեկան դպրոցն ավարտող յուրաքանչյուր երրորդ երեխան։ 4-րդ դասարանցիների մասին է խոսքը, ավելի քան 3 է։ Ընդ որում մոտավորապես 1/3-ի մասին Համաշխարհային բանկի վերլուծություններ ցույց տվել։ Ինչ է նշանակում ֆունկցիոնալ անգրագետ։ Դա նշանակում է, որ երեխան կարող է մի կերպ կարդալ տեքստը, բայց եթե հարցնես, թե այդ տեքստի մեջ ինչ էր գրված, նա չի կարողանում վերարտադրել։ Կարդացածը չի ընկալում, ոչ, չի հասկանում։ Մի կերպ տառերը գուցե իրար կպցնելով կարողանում է կարդալ, բայց իմաստը նա չի կարողանում հասկանալ։ Եվ սա 37% է։ Ուրեմն սա ինչի հետ համեմատենք, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի իրավիճակում է Հայաստանը հայտնվել։ Ուրեմն խորհրդային վերջին տարիներին 90-ական թվականների սկզբին այս նույն ցուցանիշը Հայաստանում չի գերազանցել 2-3%-ը։ Այս պահի դրությամբ հետ խորհրդային ողջ տարածքում նույն ցուցանիշը միջին հաշվով 7-8% է կազմում։ Ուրեմն տեսեք 7-8%-ը որտեղ եւ 36-37%-ը որտեղ։ Սա ուղղակի տապալում է, նորից եմ ասում, այս ամբողջ այսպես ասած բարեփոխումների, որ Հայաստանում իրականացվում են վերջին 6-7 տարվա ընթացքում։ Ինչ գործոններ են ազդում, դուք ըստ էության դա եք հասնում, որ կրթության որակը այսքան վատանում է։ Ուրեմն դրանցից մեկը այն է, որ ուսուցիչների զգալի մաս ուղղակի արհեստականորեն դուրս բերվեց դպրոցից։ Եվ դրանց հիմնական մասը, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, դրանք բարձրագույն կրթություն չունեցող կամ բարձրագույն կրթության դիպլոմ չունեցող ավելի ճիշտ, բայց միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող եւ մասնագիտական իսկապես կրթություն ունեցող մարդիկ, երկար տարիների ստաժ ունեցող։ Այո, այդ մարդիկ հիմնականում աշխատում էին տարական դպրոցներում, նրանք դասվարներ էին, ավարտել էին տեխնիկում եւ իրենց եւ 3-4 տարի սովորելով նրանք մի 30-40 տարվա շատերը հենց ստաժ ունեին եւ տարբեր սերունդներ հենց կյանք էին ճանապարհել։ Ըստ էության ստացվեց, որ նրանցից ավելի քան
1000-ը, ավելի քան 1000-ը, 1600-ի մասին էր խոսք գնում, հետո 1300 եւ այլն, ուղղակի դպրոցից դուրս մնացին։ Նրանցից մի քանիսը շատ սահմանափակ թվով մարդիկ հնարավորություն ունեցան, կարողացան, այսպես ասած, այդ ֆոկուսի միջոցով արհեստական հաղթահարել այդ չափանիշները, գնալ ատեստավորման, մի կերպ պահպանել, բայց զգալի մասը ուղղակի լքեց դպրոցը։ Դա երկու հարված հասցրեց մեր կրթությանը։ Առաջինը, նրանց փոխարինողներ չեղան, լավագույն դեպքում փոխարինողներ եղան, բայց եղան, գիտեք, ինչ որ նորավարտ մարդիկ, որոնք ընդհանրապես փորձ չունեին։ Եվ նրանք կարիք ունեին իրենք ինչ որ մեկից սովորելու, որպեսզի կարողանան այդ հմտություններին տիրապետել։ Հասկանում եք, իսկ մյուս հարվածը, որ հասցվեց, այդքան մարդու ուղղակի կրթական համակարգից դուրս թողելը բերեց կրթական համակարգի էլի մեկ անգամ արժեզրկմանը։ Քանի որ մարդիկ տեսնում են, որ իր սիրած ուսուցիչը, որին տեսնելով, որին նմանակելով նա օրինակ գնացել է, դարձել է ուսուցիչ, այսօր ուղղակի անտեսված է եւ դուրս է մնում կրթական համակարգից։ Սա բերում է կրթական համակարգի եւ այդ արժեքների, որ մենք նորից մի քիչ առաջ խոսում էինք մեր ընտանիքների մոտ կա այդ արժեքների ուղղակի արժեզրկման։ Իսկ ինչ եք կարծում, այս ամենը միտումնավոր է արվում, թե օրինակ չիմացության, չպատկերացնելու, չասեմ անգրագիտություն, բայց այս ամենի հետևանքով։ Գիտեք ինչ, ինձ մոտ տպավորություն էր, որ սկզբից այս ամեն ինչը արվում է ուղղակի չհասկանալով։ Ես մտածում էի, որ մարդիկ են եկել, որոշումներ են կայացնում եւ օրինակ փորձում են ինչ-որ բան գուցե լավ անել, բայց ուղղակի սկզբնական շրջանում չի ստացվում։ Բայց եթե համադրում ենք այն բոլոր քայլերը, որոնք անընդհատ մենք տեսնում ենք, ստացվում է, որ այս ամբողջը կատարվում է ոչ թե նրանց չիմացության, տգետության կամ անգրագիտության հետևանքով, այլ ուղղակի թելադրանքով է սա արվում։ Եվ թելադրանքը ամենայն հավանականությամբ Հայաստանի ներսից չի, այլ Հայաստանից դուրսից է գալիս, որովհետև եթե մենք խոսում ենք ազգային արժեքների մասին, չէ, եւ դրանց հիման վրա կառուցված ազգային պետության մասին, ինչը կարող է խարխլել այդ ազգային պետությունը, առաջին հերթին, եթե դու ուզում ես այդ ազգային պետությունը վերացնել, հիմքերը խարխլել, դու պետք է առաջին հերթին հարվածես կրթությանը, կրթական համակարգին, կամ այնտեղից ուղղակի դուրս հանել ամեն ազգայինը։ Չէ՞ որ հիմա շատերը գիտեն, երբ որ Արարատի լուսանկարը կամ Արարատի մասին ընդհանրապես չի խոսվում, կամ գրքերից դուրս են գալիս այդպիսի հատվածներ, որոնք վերաբերվում են մեր ազգային արժեքներին, ինքնությանը եւ այլն, սա նշանակում է հարվածել կրթական համակարգին, դուրս բերել ազգային արժեքները կրթական համակարգից եւ շատ կարճ ժամանակում մենք կունենանք ուղղակի անդեմ սերունդ, որը ոչ մի ազգային արժեքի տեղեկացված չի նույնիսկ, որպեսզի դավանի այդ արժեքները, հասկանում եք, իսկ այդպիսի սերունդին ինչ չէ հեշտ անել, կառավարելն է հեշտ, մյուս կողմից այդ օրվա իշխանությունները կարող են իրենց իշխանությունը երկարաձգել, որովհետև անգրագիտության մակարդակը քիչ առաջ մենք հիմնվելով այդ հասարակության այո, այդ անգրագիտության մակարդակը բարձր հասարակությանը հեշտ կարելի է կառավարել եւ նրանց մանիպուլացնել եւ անverջ պահպանել իրենց իշխանությունը։ Ուղղակի ասեմ, որ դա չի հաջողվելու, որովհետև ընդդիմություն կա եւ դրա դրոշակակիրները հիմա գուցե շատերը չեն նկատում, բայց մեր հենց ուսուցիչներն են։ Նրանց զգալի մասը դեմ գնալով պարտադրանքին կամ վերևից թելադրանքին, էլի երեխաներին դաստիարակում է մեր ազգային արժեքների, մեր ազգային արժեքների առանցքը կազմող Արարատի, մեր ազգային արժեքների գաղափարախոսությամբ նույն հայոց պատմությունը շարունակում են հին դասագրքերով դասավանդել։ Նրանք անպայման հանձնարարություններ են տալիս, իհարկե այդ ամեն ինչը կատարվում է գաղտնի, թաքուն, ցույց չտալով, բայց ի պատիվ մեր ուսուցիչների ասեմ, որ նրանք նաև ինձ տեղեկացնելով անընդհատ այդ գործողությունները անում են, խրախուսվում են դրա համար իմ կողմից, բայց ցավոք սրտի առայժմ ոչ բացահայտ ձևով, բայց լավ է, որ գոնե այդ ամեն ինչը պահվում է եւ դա բերելու է իր արդյունքներին, մենք չենք ունենալու անդեմ հասարակություն։
Պարոն Մխիթարյան, ընթացիկ ուսումնական տարում դպրոցներից բացակայում է շուրջ 13 անուն դասագիր, եւ այս առարկաները աշակերտները յուրացնում են փաստացի առանց դասագրքերի։ Այս խնդիրը շտկելու ուղղությամբ այս ընթացքում բավարար քայլեր ձեռնարկվել են, որպեսզի մենք գոնե հաջորդ սեպտեմբերին նմանատիպ իրավիճակի չբախվենք, եւ քանի որ շատերը գտնում են, որ Հայաստանի տեղը Եվրամիությունում է, հենց այս պահին խորհրդարանում համապատասխան նախագիծն է քննարկում եւ այլն, ինձ հետաքրքրում է, եթե Եվրամիության անդամ որևէ երկրում նման իրավիճակ լիներ, որ աշակերտները ամբողջ տարի 13 անուն դասագիրք չունենային, սա իրավական առումով ինչ հետևանքներ կունենար։ Միանգամից եկեք վերջից սկսենք, իրավական առումով հետևանքը, ամենաթույլ հետևանքը կլիներ այն, որ ոլորտի պատասխանատուն ուղղակի կզրկվեր իր պաշտոնից։ Հայաստանում ցավոք սրտի դա ոչ թե այդ ուղղությամբ է, այլ դրան ամբողջությամբ հակառակը, 180 աստիճան, այսինքն մարդիկ խրախուսվում են նրա համար, որ 10-ից ավելի անուն դասագրքեր ուղղակի հիմա դպրոցում չկան։ Եվ նրանք շարունակում են նույն գործը, եւ ամենայն հավանականությամբ այս տարի եւս կունենանք նույն բանը, որովհետեւ տեսեք, որպեսզի պարզ լինի, օրինակ նախանցած տարի եղան ուշացումներ դասագրքերը կային, բայց տպագրական աշխատանքներն էին ուշանում եւ օկտեմբեր-նոյեմբերին հասան դպրոցներ։ Այո, նրանք ավելի ուշացած հասան, բայց դե լավ, ինչ որ մի ձև հասկացանք, չնայած դրանից իհարկե մեծ չափով տուժեց կրթական համակարգը, նրանք հասան եւ ինչ որ ձև կարողացան շարունակել։ Այս տարի այդ դասագրքերը ոչ թե ուշացան, այլ ընդհանրապես չեն լինելու։ Եվ դրանց մեջ շատ առանցքային դերակատարություն ունի, օրինակ հայոց պատմության կամ հիմա գիտեք Հայաստանի պատմությունը անունը փոխել են։ Նախարարն էլ ասեց թղթապանակով են սովորելու 10-րդ դասարանի աշակերտները։ Սա ինչ է իրենից ներկայացնում, պարոն Մխիթարյան։ Դա նշանակում է, որ նրանք ոչ մի բան էլ չեն սովորելու։ Հասկացաք, ոչ մի բան չեն սովորելու, որովհետև ուսուցիչը նույնիսկ չգիտի թե ինչ անի։ Հասկացաք, ի պատիվ նորից ասեմ մեր ուսուցիչների, գոնե անցած տարվա դասագրքերը կան, շատերը հենց այդ դասագրքերով շարունակում են հանձնարարություններ տալ։ Բայց տեղական պատմության դեպքում հին դասագրքերը չեն թույլատրել։ Չեն թույլատրում, դրա համար եմ ասում։ Քիմիա կենսաբանության դեպքում թույլ են տվել, բայց պատմության դեպքում չի եղել դա։ Իբր թե դրանք չեն համապատասխանում, այսպես ասած, չափորոշիչներին, բայց արդյոք ամենալավագույն մասնագետների Հայաստանում գոյություն ունեցող, որոնց խմբի մեջ եղել են Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի մասնագետները, Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի մասնագետները, նրանցից ավել ելով կկարողանար դասագիր գրել մեր դպրոցների համար, որ դուք թույլ չեք տալիս, որպեսզի դա մտնի դպրոց եւ մեր երեխաները դրանով սովորեն։ Այս վիճակն է, ասեմ, եւ սա իհարկե շատ մեծ հարված է ելի կրթական համակարգին։ Ինչ է նշանակում, պատկերացրեք, աշակերտը չունենա դասագիրք, ուսուցիչը չունենա, չհասկանա թե ինչպես կազմի իր պլանը, ինչ բովանդակություն դասավանդի երեխաներին, միևնույն ժամանակ ասեմ, որ որևէ փոփոխություն բուհական ընդունելությունների քննությունների մեջ չի եղել։ Այսինքն այդ երեխաները մի ամբողջ տարի գրեթե ոչ մի բան չեն սովորելու, բայց գալու են այն պահին, երբ որ նրանք ընդունվելու լինեն բարձրագույն ուսումնական հաստատություններ, այդ նույն հարցերը նրանց տալու են, հասկանում եք, եւ այստեղ ինչ է լինելու, այն ծնողը, որը մտածում է իր երեխայի բարձրագույն կրթություն ստանալու մասին, ինչ պիտի անի, ստիպված պիտի կրկնուսույց վարձի, այսինքն եւս մեկ ծանր հոգս ուսուցիչների վրա, չէ՞։ Փաստացի կրթության ոլորտը փորձադաշտի է վերածել, այսպես ասած, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այո, եւ կրթության ոլորտը դա այն ոլորտն է, որը շատ դժվարությամբ պետք է անեն փոփոխությունները։ Դրանք պետք է, եթե մյուս ոլորտներում, ինչպես ասում են, 7 անգամ չափել, նոր 1 անգամ կտրել, այս անգամ այս ոլորտում 7-ն էլ է քիչ։ Պետք է շատ դանդաղ եւ զգուշորեն այդ փոփոխությունները անել, անպայման մտածելով արդյունքների մասին, ցավոք սրտի Հայաստանում, ինչպես դուք ասացիք, այո, փորձադաշտ է։ Մի պաշտոնյա փոխվում է, ինչ որ նոր միտք է առաջանում նրա գլխում, դա են փորձարկում, չեն էլ սպասում է տարին վերջանա, մինչև տարին վերջանա լրացուցիչ պահանջներ են դնում ուսուցիչների վրա։ Ուսուցիչներից դուք հարցրեք այդ բանը ծանրաբեռնվածությունը, որ նրանք ունեն եւ դրան ավելանում է այդ էլեկտրոնային հարթակներում նրանց ակտիվությունը, մնացած բաները, ուղղակի ուսուցիչը ժամանակ չի ունենում նույնիսկ բովանդակության մասին մտածել։ Այսպեսի իրավիճակ է։
Խոսենք նաև բարձրագույն կրթության ոլորտից, որտեղ եւս իրավիճակը մեղմ ասած գոհացնող չէ։ Հայտնի է կառավարությունը մտադիր է ակադեմիական քաղաք կառուցել, պարբերաբար այս նպատակով ֆինանսական հատկացումներ են կատարվում եւ մեզ վստահեցնում են, որ այս քաղաքը 2030 թվականից ամբողջությամբ կգործի։ Այս առումով ինչ եք կարծում, մենք ինչ իրավիճակ ենք ունենալու 2030 թվականին եւ որքանով կհաջողվի սահմանված թիրախներին հասնել։ Ցավալի է, որ տեսեք, նույնիսկ այո, պաշտոնական հայտարարությունների մեջ ասվում է, որ ամենաշուտը դա 2030 թվականին կլինի եւ ընդ որում չի խոսվում ամբողջ այդ ակադեմիական քաղաքի մասին, այլ եթե չեմ սխալվում, ընդամենը մի, այսպես ասած, կլաստերի մասին են այնտեղ խոսում, բայց այսօր դրա ազդեցությունը արդեն զգացվում է բարձրագույն կրթության վրա, որովհետեւ այսօր արդեն բուհերում ֆինանսավորումները պակասեցրել են կամ ընդհանրապես հանել են, գիտության ֆինանսավորման մասին է խոսքը եւ գործընթացը գնում է նրան, որ արհեստական ձևով այդ բուհերը կամ պիտի միավորվեն կամ որպեսզի կարողանան իրենց գոյությունը շարունակել, հասկանում եք, բայց սա այսօրվա իրավիճակը կապել սրանից, չգիտեմ, 6-7 տարի հետո շատ կասկածելի այդ նախաձեռնության հետ ուղղակի որևէ կապ չի կարող ունենալ էլի դրանք իրար հետ։ Սա իրավիճակը, այդ ակադեմիական քաղաքի մասին էլի շատ է խոսվել, ես ասեմ, որ դա էլ որևէ հիմնավորում չկա։ Միակ ռեալ բանը, որ արել է այսօրվա վարչախումբը, դա այն է, որ սրանից 2 տարի առաջ պետական բյուջեից մեծ գումարներ տալով ստեղծել է ակադեմիական քաղաք անունով հիմնադրամ։ Այդ հիմնադրամը ուրեմն ստեղծել է դրա համար հոգաբարձուների խորհուրդ, հոգաբարձուների խորհրդում դրել են մարդիկ, որոնք պետական պաշտոնյաներ են, նախարար են, կոմիտեի նախագահ են եւ այլն։ Աշխատավարձ են ստանում դրա համար։ Աշխատավարձ ստանում է ամբողջ աշխատակազմը, 2 տարի շարունակ արդեն, բարձր աշխատավարձեր, ոչ մի բան չանելու համար ըստ էության, եւ սա նորից ասեմ, միակ բանն է, որ արել է կառավարությունը այդ ուղղությամբ։ Ուրիշ ոչ մի բան հողի վրա, գետնի վրա, որ ինչպես ասում են, որ ռեալ ինչ-որ բան լինի, ըստ էության որևէ բան չկա։ Եվ ներողություն, եւ այդտեղ որոշումներ կայացնողների մեջ մինչեւ այսօր 2 տարի է անցել։ Տեսեք, անունն էլ ակադեմիական քաղաք է։ Մի գիտնական չկա, չգիտեմ, գիտությունների ակադեմիայի մի ներկայացուցիչ այնտեղ ներգրաված չի։ Համալսարանի մի ներկայացուցիչ չկա, դասախոս, նույնիսկ ուսանող, ասպիրանտ, գոնե մեկը լիներ, որպեսզի բովանդակության մասին փորձեին խոսել այդ հիմնադրամում։ Ոչ մի բան չկա, սա է մեր իրականությունը։ Իսկ ինչով եք պայմանավորում, որ մեր ակադեմիական համայնքը, նույն ուսանողները որևէ կերպ չեն ընդվզում այս որոշման դեմ։ Ես հիշում եմ համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որ նույն թեմայով հարցում են իրականացրել Թբիլիսիում եւ այնտեղ ուսանողները շատ դեմ էին արտահայտվել, նշելով, որ եթե իրենց մոտ նման որոշում լիներ, ապա նրանք ամեն կերպ կպայքարեին դրա դեմ։ Դե Հայաստանում հասարակությունը մի քիչ իներտ է ինձ թվում է եւ ոչ միայն այս հարցում, այլ նաեւ տարբեր ուրիշ հարցերում տեսակետները չեն արտահայտում, չնայած ես գիտեմ, որ ներքին դժգոհություն կա, եթե նույնիսկ հիմա Հայաստանում էլ դուք դուրս գաք փողոց եւ այդ հարցի վերաբերյալ հարցում կազմակերպեք եւ ուսանողները եւ դասախոսները եւ գիտնականները հաստատ դեմ կարտահայտվեն դրան։ Ուղղակի Հայաստանում վատը այն է, որ այդ բողոքի արտահայտման մեխանիզմներն են բացակայում։ Այսինքն մեզ մոտ եւ ուսանողությունը կազմակերպված չի, եւ պրոֆեսորադասախոսական կազմը ամբողջ մեր ունեցած այդքան կազմակերպված չի, այսինքն այդ մեխանիզմները, խողովակները, օրինակ, այդ բողոքը ինչպես պիտի արտահայտվի։ Բայց ներողություն եմ խնդրում, օրինակ 2018 թվականին կարծես թե տպավորություն էր, որ լավ կազմակերպված էր եւ նույն դասախոսները, ուսանողները, այսպես ասած, դուրս էին եկել փողոց եւ կոնկրետ գործողություններ էին պահանջում։ Այո, իրավացի եք, բայց այն ժամանակ դուրս էին գալիս փողոց, որովհետև էլի թեմայից շեղվելով ասենք, որովհետև խոստացվում էր, որ բոլոր բուհերը ապա քաղաքականացվելու են, չէ՞, եւ բոլորը ողջևորված էին, որ վերջապես մենք կունենանք բուհերում կառավարման խորհուրդներում ոչ կուսակցականներ, բուհերը կլինեն ազատ, ակադեմիական ազատությունները Եվ հիմա ինչ ունեցանք, հիմա ունեցանք տրամագծորեն հակառակ իրավիճակը։ Երբ որ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում
ղեկավարները, այդ հոգաբարձուների խորհրդի, ըստ էության քաղաքական դեմքեր են։ Ոչ միայն քաղաքացիական դասախոսները ազատվում են աշխատանքից, հատկապես Երևանի պետական համալսարանից։ Պետական համալսարանը, Բիրուսովի համալսարանը, մյուս համալսարաններից էլի շատ մարդիկ ուղղակի դուրս մնացին։ Այս իրավիճակում, պարոն Մխիթարյան, երբ որ նախկինում կար նման բան, երբ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին հեռացնեին աշխատանքից այսպես։ Ես նման բան չեմ հիշում, նման բան ամենայն հավանականությամբ չի եղել, որովհետև այդ ժամանակ որովհետև եւ այն ժամանակ եւ հիմա եղել եմ ըստ էության ընդդիմություն այդ հայացքներով, որովհետև բուհերին ազատություն պետք է տալ եւ որևէ սահմանափակում չունենալ այդ բուհերի վրա։ Ցավոք սրտի դրանք գնալով ավելի շատացան։ Եվ այո, չլսված բան է, որ մարդը իր տանը նստած մեկ էլ իմանում է, որ ազատվել է։ Մենք հələ շատ քիչ հանրայնացվեց այդ իրավիճակը, մի քանի հոգու մասին մենք գիտենք, բայց իրականում դրանք տասնյակ մարդիկ են, որ ուղղակի դուրս են եկել։ Թվերի լեզվով եթե ասենք, վերջին 6 տարվա ընթացքում, երբ որ Հայաստանում իշխանությունը փոխվել է, գիտությամբ զբաղվող մարդկանց թիվը մոտավորապես 7000-ից պակասել է այսօր մինչև 4500։ Գրեթե կիսը։ Տեսեք, մարդիկ ինչ են անում, մարդիկ լավագույն դեպքում ուղղակի ոլորտից դուրս են գալիս, որովհետև 1000 բան գործոններ կա նրանց վրա ազդող, աշխատավարձի պակաս լինելը, ճնշումները, մնացած բաները, ոլորտից դուրս են գալիս, Հայաստանում մնում են ուրիշ ոլորտում, կամ ավելի վատ, նրանց մեծ մասը ուղղակի հանրապետությունն է լքում։ Այն աշխատանքը, որ այդ մարդիկ անում էին Հայաստանում, գիտական հիմնարկներում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, նույն բանը նրանք անում են մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձով, բայց ցավոք սրտի ոչ Հայաստանում։ Պարոն Մխիթարյան, թեպետ իշխանությունները խոսում են ուսումնական հաստատությունները ապաքաղաքականացնելու անհրաժեշտության մասին, դուք էլ ձեր խոսքում հիշատակեցիք, որ 18 թվին մեզ նման խոստումներ էր տրվում, բայց վերջերս հայտնի դարձավ, որ Գարո Փայլյանը այցելել է մեր դպրոցներից մեկը, հանդիպում ունեցել աշակերտների հետ եւ փաստացի թրքասիրության քարոզ կատարել դպրոցում։ Ինչպես է գնահատում այս իրողությունը, սա առավելապես ինչի մասին է վկայում, նաեւ նշեմ, որ մենք օրինակ նախարարությունից փորձեցինք բարձաբանում ստանալ, թե այս հանդիպումը թույլատրված եղել է թե ոչ, բայց մեզ այդպես էլ հստակ պատասխան չտրվեց, ուղղորդեցին դպրոցի տնօրենից հետաքրքրվել, վերջինս էլ առհասարակ հեռախոսազանգերին չպատասխանեց։ Ցավում եմ, որ նման իրավիճակներ են լինում մեզ մոտ կրթական համակարգում եւ պետք է ասեմ, որ սա առաջին դեպքը չի։ Իշխող վարչախումբը ամեն կերպ փորձում է համոզել հասարակությանը, որ այն ուղին, որ նա ընտրել է, դա ենթարկվել թուրքական, ադրբեջանական նարատիվներին, դրանք բերել հայկական օրակարգ եւ փորձել պարտադրել։ Հասկանում եք, ուղղակի դերակատարներ Հայաստանում շատ չեն գտնվում։ Եվ հիմա դերակատար են գտել նաև Հայաստանից դուրս, որը կարող է այդպիսի թեզեր ուղղակի շրջանառել Հայաստանի ներսում, եւ զարմանալի է, որ լինում են նաև մարդիկ, ուսումնական հաստատություններ այդ թվում, որոնք ընդունում են եւ նման դառնում են ըստ էության քարոզչության թիրախ։ Մամուլը գրել էր, որ տեղյակ չեն եղել առհասարակ, որ ասել են ինչ որ հանդիպում է լինում եւ միայն վերջի պահին են հանդիպման սկզբում են իմացել, թե աշակերտները ում հետ պետք է հանդիպեն։ Այո, որովհետեւ նրանք եւս վախենում են, որովհետեւ ընդդիմախոսություն ամեն դեպքում կա այդպիսի երևույթների նկատմամբ, բայց ասեմ, որ նորից ասեմ, այդպիսի երևույթները էլի կրկնվելու են, շատ են լինելու, որովհետեւ իշխանությունը ամեն դեպքում իր համար հիմքեր պիտի նախապատրաստի, համապատասխան թեզեր նետի օրակարգ ձևավորի այդ թեզերի հիման վրա եւ օգտագործի շատերին, որոնք կարող են չիմացությամբ կամ միտումնավոր կամ գուցե ինչ որ շահերից ելնելով նման թեզերի տուրք տալ եւ դրանք կրկնել հատկապես կրթական հաստատություններում։ Ես պետք է ասեմ, որ օրենքով արգելված է որևէ քաղաքական դրսևորում ուսումնական հաստատություններում եւ մենք ամենայն հավանականությամբ պետք է ավելի հետեւողական լինենք եւ օրենքի տառը պահպանենք հատկապես այս դեպքում, որովհետեւ խեղել կամ խաթարել մեր նոր սերնդի մտածողությունը քաղաքական այս կամ այն հոսանքներով կամ թեզերով ուղղակի անթույլատրելի է։ Եվ պարոն Մխիթարյան, ամփոփելով մեր զրույցը, Հայաստանում կրթության որակն էապես բարելավելու ուղղությամբ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն եւ գործող իշխանությունները դա կարող են անել, թե այս հարցում եւս հաջորդ իշխանությունը շատ ծանր ժառանգություն է ստանալու եւ հենց նրանք պետք է դրան ձեռնամուխ լինեն։
Ուրեմն պետք է ասել, որ ամենակարճ ճանապարհը իհարկե իշխանությունը փոխելն է, որովհետև եթե ըստ էության բոլոր փորձերը արվել են, օրինակ առաջարկություններ ներկայացնել, առաջարկությունների փաթեթներ ներկայացնել, օրենքի նախագծեր ներկայացնել կառավարությանը, ազգային ժողովին, որպեսզի ընդունվի եւ ինչ որ բան բարեփոխվի, բարելավվի, որովհետեւ իսկապես այդ ամբողջը ինչի մասին մենք խոսում ենք, պետք է օրենքներում գրված լինի։ Ցավոք սրտի այդ բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Ուրեմն ամենակարճ քայլը Հայաստանում իշխանությունը փոխելն է, բայց ոչ միայն եւ դրանով ամեն ինչ պարզեւոր չի ավարտվի։ Պետք է դրան լավ նախապատրաստվել, ունենալ համապատասխան ազգային կրթության հայեցակարգ Հայաստանի դեպքում, որը ըստ էության հիմա չկա եւ տարբեր հոսանքներ ուղղակի մուտք են գործում Հայաստանի կրթություն։ Պետք է այդ հայեցակարգը լավ մշակվի, պետք է ունենալ լավ կադրային բազա։ Կադրեր, որոնք որոշումներ են կայացնում, որովհետև այն կադրերը, որոնք մենք հիմա ունենք եւ որոնք որոշումներ են կայացնում, նրանք ներողություն, բայց կրթության կամ գիտության ոլորտում նույնիսկ այսքան հետագից չունեն, էլի հասկանում եք, մարդը ինչ որ մի բան որոշում կայացնելու համար նա պետք է անցնի որոշակի քայլեր կատարած լինի, աստիճանով վեր բարձրացած լինի, հասկանա այդ իրավիճակը, հետո նոր այնպիսի որոշում կայացնի, որը օգտակար կլինի ոլորտի համար։ Հայաստանում չունենք հիմա որոշում կայացնողների մեջ եւ դրա համար մենք հիմա հայակվեում եւս մտածել ենք այդ մասին, արդեն ունենք գործող աշխատանքային խումբ այս ուղղությամբ, մենք աշխատում ենք հենց այդպիսի հայեցակարգային մոտեցումների մշակման վրա, կադրերի հավաքագրման, որովհետեւ մենք գիտենք մարդիկ, որոնք այստեղ մեզ օգտակար են լինելու եւ իշխանության փոփոխությունից անմիջապես հետո տեղի կունենան այդ փոփոխությունները օրենքների մակարդակով, կառավարության որոշումների մակարդակով, իսկ որոշում կայացնողները կլինեն գրագետ եւ որոշակի հետագիծ ունեցող մարդիկ։ Գործող իշխանություններից ակնկալիքներ չունեք։ Ոչ, զերո ակնկալիք ունենք։ Պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու եւ հետաքրքիր դիտարկումների համար։ Ես էլ եմ շնորհակալ, կարծեմ, որ օգտակար կլինի եւ այս զրույցը գուցե նաև նոր զրույցների կամ նոր մտքերի տեղի կտա ոչ միայն մեզ մոտ, այլ նաև մեր դիտողների։ Շնորհակալ եմ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք կրթության փորձագետ Հայակվե նախաձեռնության անդամ Ատոմ Մխիթարյանի հետ։ Կհանդիպենք։